Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան եւ Ադրբեջան Բրյուսելից հայտնում են, որ Հայաստան այցելության նպատակը ռուսական քաղաքական ճնշումների ֆոնին Եվրամիության աջակցությունը վերահաստատելն է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքին 44-րդ հոդվածների համաձայն կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ժամը 11-ին կգումարվի ազգային ժողովի արտահերթ նստաշրջան նախաձեռնողի սահմանված օրակարգով։ Օրակարգում ընդգրկված են ընտրական օրենսգրքի Սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի մասին իր վերջին հայտարարություններով խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն, իբր Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկություն։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետներն իրականացնում են 24-ժամյա ընթացիկ սեյսմիկ վտանգի մոնիթորինգ եւ երկրաշարժերի վերաբերյալ հրապարակում են օպերատիվ եւ պատշաճ իրազեկումներ։ Ըստ այդմ տեսանյութը կեղծ է։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում կկայանանա։ Նա նշել է, որ ԱՊՀ-ից Հայաստան հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա։ ԱՄՆ-ն մեղմացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության շրջանակում Իրանի հավաքականի համար սահմանված վիզային սահմանափակումները թույլատրելով թիմին երկիր մուտք գործել խմբային փուլի 3-րդ տուրի Եգիպտոսի դեմ խաղից 2 օր առաջ։ Հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Սիեթլի Լյուոմենֆիլդ մարզադաշտում։